հստակ տարբերությունը քարորիայի եւ 44 օրյա պատերազմի մեջ դա պետական մոտեցումն էր նախ անվանական ցուցակները, հա մենք գիտենք բոլոր տղաներին, անուն, ազգանունով, դեմքով նահատակվածներին։ Մենք գիտենք բոլոր տղաների սխրանքների եւ հերոսությունների մասին եւ նահատակվածների եւ այսօր մեր կողքին գտնվող ողջ տղաների։ Դա չէր լրացվում, դա չէր թաքցվում, որովհետեւ 44 օրյա պատերազմի ժամանակ տասնյակ ավելի սխրանքների դեպքեր կան, որոնք լրացվում են, մոռացվում են, ինչպես եւ չեն բարձրաձայնվում զոհվածների անուններ, ցուցակներ չեն հրապարակվում միջև հիմա, որովհետեւ չէր օգտագործվում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, այլ Ես ավելին ասեմ, բաներ կան, որ նույնիսկ մենք չգիտենք, ներողություն, բաներ կան, որ ունա 23 թվականից մենք էլ չգիտենք։ Այո։ Դա, բայց դու պատկերացնում ես ինչ մարտեր են եղել եւ ինչ սխրանքներ, ինչ հերոսություններ են տեղի ունեցել այդտեղ մարդիկ, որոնք որ նույնիսկ գիտակցելով եւ հասկանալով, որ իրենց արդեն լքել են եւ թողել են, միջև վերջ մարդ են։ Դու պատկերացնում ես ինչ պատմություններ է լինելու, ու մենք դեռ ինչեր ենք իմանալու։ Ես համոզված եմ, որ դա լինելու է։ Այո, ես շատ ուզում եմ նաեւ դրա համար, որ փոխվի իշխանություն, որպեսզի իրենց մասին մինուս պլյուս 50-ով չխոսեն։ Առաջինը դա, երկրորդը նայ անընդհատ մեր մեջ էս նվաստացած, կոտրված, պարտվածի այդ հոգեբանությունը մտցնելով իշխանության կողմից, անընդհատ մեզ վախացնելով պատերազմով, այլ մի խոսացեք թե չէ պատերազմ կլինի, էս մի արեք, այն մի արեք, այդ անընդհատ հա մեզ ահաբեկելով, վախացնելով, շանտաժի ենթարկելով, մեզ անընդհատ ներկայացնելով որպես թուլ, կոտրված, կզած, ախր մենք այտենց չենք ու այդ սաղ պատմությունները հենց դրա մասին են, դրա համար են իրանց փորձում մաքսիմալ թաքցնել մեզանից, հանրությունից, որպեսզի այդ ոգին, որը կա այդ տղաների մեջ, հիշատակը, որը կա, որ սերունդներ մեծանան դրա վրա, որովհետև Աբաջանից ավելի հստակ իրենց էլ ոչ մեկ չի բնութագրի։ Այո, իրանցը Աբաջանի կեղծ, այո, իրանցը Աբաջանի կեղծ պապիկն է։ Դրա համար իրական այդ պատմությունները, որոնց կարիքը մենք ունենք, որոնց մասին մենք չենք իմանում, չենք լսում, դրա մասին չի խոսվում, որովհետև պետությունը, պետական կառույցները, հա, իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի դրա մասին չխոսվի, դա ջնջվի հիշողությունից, անցնի գնա եւ բոլորի ենթագիտակցության մեջ մնա միայն պարտությունը, միայն թուլությունը, բայց դա այդպես չի։ Իմ ընկերները գործել են սխրանքներ պատերազմի ժամանակ։ Հասկանում ես, ես ուզում եմ, որ այդ մարդկանց սխրանքների մասին բոլորը իմանան, այդ մարդիկ արժանի են դրան, որ իմանան։ Հետեկանք ապրիլյանին։ Հետեկանք ապրիլյանին։